Վրաստանում դեկտեմբերի 29-ին ընդդիմության կողմնակիցները կրկին փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ակցիային մասնակցել է մի քանի 100 մարդ։ Բողոքի ակցիան պայմանավորված էր իշխող վրացական երազանք կուսակցության թեկնածու նախկին ֆուտբոլիստ Միխայել Կավիլաշվիլու Վրաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու հետ։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի 6 մասնակցի։ Հիշեցնենք, Կավիլաշվիլու երթմնակալության արարողությունից հետո Սալոմե Զուրաբիշվիլու լիազորությունները սպառվել են։ Սալոմե Զուրաբիշվիլին լքել է Վրաստանի նախագահական պալատը եւ միացել հավաքված ցուցարարներին, ինչպես հայտարարել է նա, ինքը կլքի նախագահական պալատը, բայց կմնա ժողովրդի մոտ եւ կպայքարի նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։ Զուրաբիշվիլին պնդում է, որ բազմաթիվ առաջարկներ է ստացել գործընկերներից եւ մտադիր է այցելել արտասահմանյան երկրներ։ Նա նախատեսում է մասնակցել նաեւ դեկտեմբերի 31-ի բողոքի ակցիային եւ ամանորը նշել Ռուսթավելի պողոտայում ցուցարարների հետ։ Դեկտեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանն ընտրել է երկրի նոր նախագահին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանձնարարել է Հանրապետության ավիաընկերություններին անորոշ ժամկետով կասեցնել թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնության 10 քաղաք, հիմք ընդունելով անվտանգության նկատառումները։ Մենք նաև կասեցրել ենք ռուսական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստանի 3 քաղաքից դեպի Ադրբեջան, այսպիսով մեր օդային հաղորդակցությունը 10 քաղաքի հետ ներկայումս կասեցվել է եւ ես էլի եմ ասում, առաջին պլանում անվտանգության խնդիրներն են։ ASTV-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ալիևը։ Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմադ Ալ-Շարան Ալ-Արաբիա հեռուստալիքին ասել է, որ ցանկանում է հարաբերություններ ունենալ Իրանի եւ Ռուսաստանի հետ, սակայն պնդել է, որ ցանկացած հարաբերություն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա։ Սիրիան չի կարող շարունակել առանց հարաբերությունների այնպիսի կարևոր տարածաշրջանային երկրի հետ, ինչպիսին Իրանն է, ասել է Շարան Ալ-Արաբիային դեկտեմբերի 29-ին տված լայնածավալ հարցազրույցում, ընդգծելով, որ հարաբերությունները պետք է հիմնված լինեն երկու երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի եւ երկու երկրների գործերին չմիջամտելու վրա։ Շարան կոչ արել Թեհրանին վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունը ու միջամտությունները եւ նշել, որ ընդդիմադիր ուժերը պաշտպանել են Իրանի դիրքերը Ասադին հեռացնելու համար մղվող մարտերի ընթացքում, չնայած ապստամբները գիտեն, որ Իրանը նախագահի հիմնական աջակիցն է։ Խորվաթիայի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 9-ը օր է հայտարարել երկրի նախկին ղեկավար Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։ Բայդենի հրամանի համաձայն երկրի եւ արտերկրի պետական հաստատություններում 30 օրով կիչեցվեն ազգային դրոշները։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ցավակցություն էր հայտնել Քարթերի մահվան կապակցությամբ, նրան անվանելով հականավոր առաջնորդ, պետական գործիչ եւ հումանիստ։